ամեն ինչ նորմալ անցկացնել, այդ նույն սառնասրտությամբ գնացի դատարան, իմ տղային ու հորը այնտեղից երբ որ ազատեցին վերցրել հետ եմ եկել, հիմա էլ սպասում եմ ավելիին, դեռ հաջողության մասին խոսելը վաղ է, քանի որ տարբեր տեսակի ինֆորմացիաներ է գալիս, այս պայթրությամբ չեմ ուզում այդ մասին խոսել, քանի որ սա ինֆորմացիայի կարգի է, թե ինչ եմ պլանավորում իմ դեմ անելու ու իմ թիմագիստների դեմ անելու։ Այո, այս պայթրությամբ ես ունեմ ինֆորմացիա, որ որոշակի բաներ կա պլանավորված ու փորձում են անել, նաև դուք տեսնում եք լրատվամիջոցներից մեկը Երևանից, այսինքն երբ որ սկսեցին մերոնց ձերբակալելը, այդ օրվանից առավոտից իրիկուն կոնկրետ իրանց լրատվամիջոցի հերոսը ես եմ դարձել եւ ամեն րոպե տարբեր տեսակի վիդեոներ, նյութեր գցում են ու չգիտեմ ինչքանով է հարգի լրատվամիջոցներից հարգելով ես լրատվամիջոցի անունը չեմ տալիս, որովհետեւ չլինի թիրախավորել, անկախ նրանից որ իրենք կոնկրետ թիրախավորել են ինձ եւ այս պայթրությամբ լռության այս հանգամանքը մենք հաշվի առնելով, որ մենք չենք կարող շատ բան խոսել, չենք կարող շատ բանի մասին ասել, իրենք այդ ամեն ինչը հաշվի առնելով վերցրել են մի հատ լրատվամիջոց, այնտեղ վճարովի գովազդը, ագրեսիվնի գովազդ միացրած, ամեն վարքյան Facebook-յան դաշտում էդ է գնում եւ դրանով փորձում են գյումրեցիներին աբակոննորոշել, այսինքն ամեն ինչ արվում է, որ ժողովուրդը ինչ որ մի չափով հետ կանգնի, թիմագիստները վախենան աշխատելուց, ժողովուրդն էլ այդ կեղծ սուտ կամ արհեստական հասկանալի է սև քարոզը անելով փորձում են այնպես անել, որ ինձ վնաս լինի։